Հարգելի հետևորդներ, այս պահին Ֆակտոր TV-ին ուղիղ միացմամբ շարունակվում են աշխատանքները Փայլակար խոշորացված համայնքի 14 կոտորակ 12 ընտրատեղամասում, որտեղի քաղաքացիական պարտքը կատարում է համայնքապետի թեկնածուներից ԿՓ թեկնածու Լյուդվիգ Գյուլնազարյանը։ Պարոն Գյուլնազարյան, տեսնում ունեք քվեների քանի տոկոսն եք ստանալու։ Արդյոք 50+ ձայնը կհամարվի։ Կարծում ենք այո, ավելի քան վստահ ենք։ Ինչով եք վստահ, հաշվի առնելով նաև նախորդ ընտրությունների ձեր ստացած քվեները 2021 թվականի մասին է խոսքը։ Ուրեմն ասեմ, նախորդ ընտրություններին ես հնարավորություն չէի ունեցել որպես համայնքի ղեկավար, որպես տեղակալ ծառայել համայնքում, իսկ այս ընտրություններից առաջ 2.5 տարի եղել եմ համայնքի ղեկավարի առաջի տեղակալի պաշտոնում, այնուհետև 4 ամիս մի փոքր ավել եղել եմ որպես համայնքի ղեկավար ու հասցրել ենք անել գործեր, շփվել մարդկանց հետ, ճանաչել, այդ ամենը մեզ թույլ է տալիս մտածել ու սպասել այդ արդյունքներին, քայլ են քայլ։ Բեկյանը քիչ առաջ լրագրողներից հետ զրույցում նշում էր, որ վախի մթնոլորտը թվայինի սպանությունները շարունակվեն, Իր այդ չեմ կարծում, ես ուզեք իջեք նոր գանք, Ժողովուրդ ջան, չընկնեք։ Ինչ սպանությունների մասին է խոսում Գորսարի Բեկյանը։ Չեմ կարող ասել, խնդրենք գորից, այդ ամեն ինչը հարցնեիք, չգիտեմ ինչի մասին է խոսել գորը։ Ասում է վախի մթնոլորտ է փարաքարում, ինչ վախի մթնոլորտ։ Վախի մթնոլորտ չկա փարաքարում ըստիս ու ամեն ինչ նորմալ է լինելու, գնալու է իր հունով, ժողովուրդը գնալու է դեպի զարգացում։ Գյուլնազարյան,
ընտրությունների ընթացքը ինչպես է գնահատում։ Ընտրությունների ընթացքը նորմալ, բոլոր տեղամասերում իմ տեղեկություններով ամեն ինչ նորմալ է, բնակչությունը գնում են, ընտրում են, ոչ մի տենց արտարոց դեպք չի գրանցվել։ Պարոն Գյուլնազարյան, այդպես էլ փարաքարի բնակիչների եւ ընդհանրապես հանրության համար այսպես մութ մնաց ձեր հրաժարականի այն դրվագը, որ ասում եք ես միջադեպին պատահաբար եմ այնտեղ մասնակցել, սրա վերաբերյալը ինչ կասեք։ Չեմ կարծում, որ հանրության համար մութ է մնացել, որովհետեւ բազմիցս դրա հետ կապված ես հարցազրույցներ եմ տվել, նույնիսկ ներկայացրել եմ, որ թե քննչական կոմիտեն, թե դատախազությունը իրենց եզրակացություններն են տվել, այդ եզրակացությունները եղել են իրատեսական, չեմ կարծում, որ ձեր կամ հանրապետությունում մեր մեջ կա մեկը, ով չի վստահում իրավաբաններին, չի վստահում դատախազներին, չի վստահում քննիչներին, որովհետև թույլ կտակ վերջացնեմ, եթե թույլ չեք տալու վերջացնեմ, չեք հարգելու ինձ, վերջացնեմ, հետո կհակադարձեք պատասխանեմ, բարի, խնդրում եմ ձեզ։ Ու այդ եզրակացություններն էլ կա, ժողովուրդն էլ դրա մասին իրազեկված է։ Եթե մարդիկ էլ կան, որ չեն վստահում, իդեմս ձեզ հարգելիս կարող եք գնալ, որոշումները վերցնեք եւ բողոքարկեք։ Շնորհակալություն, լավ օր ձեզ։ Իսկ